Բիոդիզելը օգտագործված ձեթից Advanced Biofuel ստարտափը մտադիր է միջազգային փորձը կիրառելով Հայաստանում օրգանական վառելիքի արտադրամաս հիմնել։ Ասում են սրանով միանգամից երկու կարևոր բնապահպանական հարց կարող են լուծել։ Ընդերքը քիչ կշահագործվի, ջերմոցային գազերի արտանետումներն էլ կպակասեն։ Բիոդիզելի գինն էլ մի քանի անգամ ցածր կլինի ավանդականից։ Մենք մի փոքր ուսումնասիրություն ենք կատարել, որի արդյունքում պարզել ենք, որ Երևանում միայն ամսական մոտավորապես 17 տոննա օգտագործված ձեթ է թափվում։ Փորձել ենք դա կիրառել թարմ ձեթի փոխարեն, այսինքն recycle անենք օգտագործված ձեթը։ Բնապահպանական ստարտափը Climate Launchpad ծրագրին մասնակցող 15 ստարտափներից մեկն է։ Դրանք ընտրվել են բնապահպանական ստարտափների ամենամյա մրցավազքին մասնակցելու համար։ Ստարտափների արտադրանքը պետք է կլիմայի վրա որևէ դրական ազդեցություն թողնի։ Կանաչ տետե մրցույթը Հայաստանում անցկացվում է երկրորդ անգամ։ Ամբողջ Եվրոպայում կլիմայական ամենախոշոր տեղեկատվական տեխնոլոգիաների նախագիծն իրականացվում է 2014 թվականից։ Կլինի ազգային եզրափակիչը։ Ազգային եզրափակիչի ժամանակ մենք հրավիրում ենք ժյուրի տարբեր ոլորտներից, ընտրում են 3 թիմ, 3 հաղթող թիմ։ Այդ 3 հաղթող թիմը արդեն մասնակցում են եվրոպական եզրափակիչին, այս տարի դա լինելու է Կիպրոսում։ Արտասահմանի ժամանած Ռոնը 2 օր ստարտափերներին կներկայացնի կլիմայական նորարարության բիզնես ներբությունները։ Ասում է չնայած կարճ ժամանակին արդեն ունեն շատ արժեքավոր success story։ Հաջողված պրոյեկտները շատ են, բայց առանձնացրեց մեկը՝ խմելու ջրի գեներատորը։ Այն աղի ջուրը դարձնում է խմելու ջուր։ Կլիմայական փոփոխությունների պատճառով խմելու ջրի պակասը զգացվում է օր-օրի եւ նմանատիպ ծրագրերն այժմ անհրաժեշտ են։ Օրինակները շատ են, բոլորն էլ սկսնակ, այսինքն ժամանակի ընթացքում կարող են մեծ բիզնես ներդրումներ ներգրավել։ Մրցույթի Հայաստանի եզրափակիչը տեղի կունենա սեպտեմբերի 12-ին։ Ժյուրիի ընտրած լավագույն 3 թիմերը հոկտեմբերին կմասնակցեն Կիպրոսում կայանալիք միջազգային եզրափակիչին։ Հաղթող 3 թիմերը կստանան մինչև 10,000 եվրո ներդրում։ Աղվան Ասոյան, Անդրանիկ Արթենյան, ժամը լրատվական։